1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցներ ունենք պոլիկլինիկաներում։ Անահիտ Ավանեսյանն է հայտարարել ասուլիսի ընթացքում։ Առողջապահության նախարարը ապահովագրական համակարգի ներդրման 6 ամիսն է ամփոփել։ Հայաստանում հունվարի 1-ից գործող համակարգի շահառու է 1 միլիոն 700 հազար մարդ, որոնցից կեսն օգտվել են ծրագրից։ Ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե կանխարգելիչ, թե սկրինինգայի և թե ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական ուրեմն ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։ Այս ցանկում հաջորդ հունվարից ընդգրկվելու են նաև տաքսովարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները, անկախ աշխատավարձի չափից, բայց եթե 183 օր բացակայել եք երկրից, ընդհանրապես զրկվում եք ապահովագրությունից։ Առաջիկա 1.5 տարում նախարարությունը նախատեսում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ընդգրկել համակարգում։ Արդեն 28 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը 28 թվականի հունվարից արդեն պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի։ Սակայն նույն ոգևորությամբ Ավանեսյանը չմեկնաբանեց բժիշկների աշխատավարձի ու պոլիկլինիկաներում հերթերի խնդիրը։ Այն, որ բժիշկների աշխատավարձը այցելությունների քանակից է կախված, նորմալ է համարում նախարարը, իսկ պոլիկլինիկաներում հերթերի սպասման ամենաերկար ժամկետը 2 շաբաթն է, ինչը ըստ նախարարի լավ ցուցանիշ է։ Այո, մենք ունենք թերապևտներ, ովքեր որ շատ պահանջված է, և այո, նրանց մոտ կարող է անհատ թերապևտների մոտ ավելի երկար լինի սպասման ժամանակը, բայց միջին հերթագրման ժամկետը 2 շաբաթ է, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ։ Ապահովագրության ու հերթերի ֆոնին արդեն 51-րդ օրն են ու Բարաշենք քրեակատարողական հիմնարկում անձը հացադուլի մեջ է։ Դիտորդ մարմնի կողմից քրեակատարողական հիմնարկում վերջերս արված մոնիթորինգով արձանագրվել էին առողջության ու կեցության համար անմխիթար պայմաններ, ինչի պայմաններում էլ պահվել էր հացադուլ իրականացնող անձը։ Հնարավորինս արվում է ամեն ինչ, որ պահպանվի նրա ուրեմն հացադուլ իրականացնելու իրավունքը։ Ավանեսյանը խոսեց Արմավիր քրեակատարողական հիմնարկում առողջության ապահովման բարելաված պայմանների մասին, բայց լռեց Նուբարաշենի անմխիթար վիճակի վերաբերյալ։ Նաև չմանրամասնեց, ինչու է հացադուլի 45-րդ օրը նախարարության հետ կապ չունեցող դիտորդ մարմնի արձանագրությունից հետո միայն հացադուլ իրականացնող անձը տեղափոխվել ավելի բարվոք պայմաններ։ Փոխարենը հայտարարեց, պատրաստվում է Ստամբուլ այցելել։ Այո, ես մեկնելու եմ Ստամբուլ ԱՀԿ-ի կողմից ուրեմն ռեգիոնալ ժողովի, որը կազմակերպվում է Ստամբուլում, այն վերաբերելու է երկրաշարժերի և ընդհանուր առմամբ արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգերի փոխգործունեության և նաև էմերջենսի թիմերի աշխատանքի մասով։ Առողջապահության համակարգի ընդլայնման հաջորդ փուլերն արդեն հստակ են։ Նույն հստակությամբ կլուծվեն արդյոք հերթերի, բժիշկների վարձատրության կամ քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության հարցերը, պատասխաններ դեռ չկան։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։